Բարի լույս բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք հենց նոր են արթնացել, դուք արթնացել եք եւ մեզ միացել եք այն պահին, երբ պետք է խոսենք առողջությունից եւ հետևենք երկու բժշկի զրույցին։ Առողջ երկիրն է այս պահին մեզ մոտ բժիշկ Մանուկյանի հետ եւ բժշկի հյուրը Աջափնյակ ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Արսեն Ներսեսյանն է։ Ողջույն բժիշկներ, եթերը ձերն է, խնդրեմ։ Ողջունում եմ ձեզ, հարգելի բարեկամներ, առողջ երկիրն է Երկիր մեդիայի եթերում, ես բժիշկ Մանուկյանն եմ եւ այսօր զրուցում ենք իմ համար շատ հարազատ թեմայի մասին՝ ատամնային իմպլանտացիա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճախ մեր պացիենտները հարցնում են ինչ ռիսկեր կան ատամնային իմպլանտացիայի հետ կապված, իհարկե շատ միֆեր կան, որոնց մասին մենք ստամապետ չի, այսպես ասած, մանրամասնենք։ Ատամնային իմպլանտացիան իրականում բավական անվնաս եւ շատ ինվազիվ վիրահատություն է, այսինքն ատրավմատիկ եւ վերականգնում է մարդու ծամողական ֆունկցիան առաջին հերթին։ Եվ շատ կարևորում եմ դիագնոստիկան, ախտորոշումը, որը որ շատ հիմնական ֆունդամենտալ նախապայմանն է, որպեսզի կարողանանք ունենալ հաջող արդյունք։ Ինչ դիագնոստիկ մեթոդներ կան։ Դիագնոստիկ մեթոդները կարևոր են իմպլանտացիայի ժամանակ։ Ունենք ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, որը թույլ է տալիս նախնական պատկերացում կազմել բերանի խոռոչի եւ ոսկրային հյուսվածքի խտության եւ որակի հետ կապված, որպեսզի բուժման պլանը հիմնավորվի այդ հետազոտությունների միջոցով։ Նաեւ բերանի խոռոչի վիճակը պետք է գնահատել, որպեսզի ամեն պացիենտին յուրահատուկ բուժման պլան կազմվի։ Ես եթե կարելի է մի փոքր ինտերակտիվ անեմ, շատ է լինում, որ պացիենտները գալիս են մեզ մոտ եւ ասում են՝ ես ուզում եմ այստեղ ունենամ իմպլանտներ, չհաշվի առնելով, որ համակարգային պետք է հարցը լուծվի, այսինքն ամբողջ ատամնաշարի հետ կապված ինչի մասին է խոսքը։ Շատ է լինում, որ մենք տեղադրում ենք մի սեգմենտում իմպլանտներ, վերականգնում ենք ատամները եւ պացիենտը ամբողջ ծանրաբեռնվածությամբ ուզում է օգտագործել, ստիպված է օգտագործել այդ հատվածը, որը որ հղի է լուրջ խնդիրներով։ Խնդիրներ կառաջացնի, որտեղ գերծանրաբեռնվածություն կլինի, պացիենտը ստիպված է մի կողմն օգտագործելու, իսկ տվյալ իմպլանտները նախատեսված չեն, որ ամբողջական ծնոտի ուժը կրեն իրancs վրա։ Համար ցանկալի է ամբողջական վերականգնում արվի, որ ծամողական ճնշումը բաշխվի ամբողջ ատամնաշարի մեջ։ Իհարկե յուրաքանչյուր վիրահատության ժամանակ կան հակացություններ։ Ատամնային իմպլանտացիայում թերևս այդ հակացությունները հիմնականում հարաբերական են, մի քանի խոսք։ Հակացությունների մեջ կարան լինեն ընդհանուր օրգանիզմի որոշակի հիվանդություններ, շաքարային դիաբետի որոշ տեսակներ կարող են համարվել հակացություններ։ Հղիությունը համարվում է նաև հակացություն, այդ ժամանակահատվածում ցանկալի չէ կատարել այդ միջամտությունը։ Իսկ տարիքային որոշակի հակացություններ կան արդյոք։ Ցանկալի է, որ ավարտված լինի ծնոտի ձևավորման փուլը, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան։ Շատ են լինում նաև տարեց պացիենտներ են դիմում, որոնց մոտ դա շատ ավելի ակտուալ է, քանի որ կրում են այդպիսի զանգվածային բավական հաճայ պրոթեզները։ Այս պարագայում նույնպես հնարավոր է կատարել իմպլանտացիա։ Տարիքը հակացություն չէ, կախված է ավելի շատ անհատական տվյալ պացիենտի հետազոտություններից, ոսկորի վիճակից, իր առողջական իրավիճակից, իսկ տարիքը ընդհանուր հակացություն չէ։ Հակացություններից է նաև վատ սովորությունները, հաճախակի ծխախոտի օգտագործումը, չափից շատ, նաև ալկոհոլի օգտագործումը, որը նույնպես համարվում է հակացություն, իսկ տեղադրված իմպլանտների դեպքում է հետո, երբ որ ծխախոտը չարաշահում են, կարող է որոշակի հարցեր առաջանա, իմպլանտի ժամանակի շուտ կորուստ կարող է լինել։ Եվրոպայում մասնարարպես ծխողներին իմպլանտացիա չի կատարվում, բայց հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, մենք փորձում ենք անկախ ամեն ինչից հորդորել իմպլանտացիայից հետո, որպեսզի պացիենտները այդ վատ սովորություններից հրաժարվեն եւ որպեսզի այդ իմպլանտները
ավելի երկար օգտագործեն եւ շատ հաջող օգտագործվի եւ կիրառվի։ Շատ հաճախ նաեւ մեր պացիենտների կողմից ամենահաճախ տրվող հարցերից է արդյոք դա շատ ցավոտ է, դա սարսափելի ցավերի հետ կապված նախ եւ առաջ ասեմ, որ այո, դա վիրահատություն է իրականում եւ կարող են լինել որոշակի ցավային սինդրոմներ, ավելի մանրամասն խնդրում եմ ներկայացրել։ Իհարկե դա հուզող հարց է, առաջնային պացիենտներին հուզող հարցերից մեկն է դա։ Դե տեղեկացնում ենք, որ որոշակի անհարմարություն կա, բայց կատարվում է տեղային անզգայացմամբ, որը որ ցավի զգացողությունը վերացնում է ամբողջովին։ Հետագա որոշակի էլի հետ վիրահատական շրջանում անհարմարություններ լինում է, բայց բոլորը նշում են, որ վերջնական ստացած արդյունքը ավելի դրական տպավորություն է թողում, հետո ընթացքում չեն հիշում, որ որոշակի ճանապարհ են անցել, չնայած հիմա ցավազրկողները օգնում են, որ այդ հետ վիրահատական շրջանն էլ մեղմ ընթանա։ Ընդունված հարցը գեղեցկությունը պահանջում է զոհեր։ Հա, որոշակի։ Շատ է լինում հարցեր իմ մոտ, նաև համոզված եմ ձեզ մոտ, որ պացիենտները լսելով տարբեր տեսակի գովազդային արշավներ սոցկայքերում, առաջին հարցը, որ տալիս են, ինչական իմպլանտ է, հա, գերմանական, շվեյցարական, կորեական եւ այլն, մի քանի խոսք։ Էլ տարածված հարց է, որտեվ մի քանի կոնսուլտացիաներից հետո լսում են տարբեր ֆիրմաների անուններ եւ ավելի շատ խառնվում են, այդ խճճվում են ու չեն կարող կողմնորոշվել, որը ընտրեն։ Ներողություն միշտ ասում, ինտերնետը վնասակար է առողջությանը։ Որոշակի օգտագործելը, հա, համաձայն եմ։ Ինֆորմացված լավ է որ լինեն, բայց այնտեղ նյուանսներ կա, որոնք որ ավելի բժիշկներին հուզող հարցեր է։ Դրանք պետք է վստահեն բժիշկին ու թողեն բժիշկը որոշի։ Այդ բրենդների հետ կապված էլ որոշակի պարամետրեր կա, որոնք որ ցանկալի է ժամանակակից իմպլանտը պարունակի, թե կոնկրետ բրենդը այդքան էական չի։ Դա ավելի շատ մարքեթինգային խաղեր են իրականում։ Հա, որ բժիշկը որ իմպլանտացիոն համակարգում աշխատում է, այդ իմպլանտացիոն համակարգն է գովելու, բայց ավելի մեծ կարևոր պարամետրեր կան, որոնց որ ավելի ցանկալի է ուշադրություն դարձնել։ Եվ վերջիվերջո բժիշկն է որոշում, թե որ բժշկական кейսին է համապատասխանում այդ իմպլանտանտը։ Անպայման, կլինիկական իրավիճակի կարա բժիշկը անկախ պացիենտի ցանկությունից խորհուրդ տա, որ տեղադրվի այս իմպլանտը, որը ունի մնացած իմպլանտների հանդեպ որոշակի առավելություն։ Շատ հաճախ է լինում նաև, որ մեր պացիենտները գովազդով սոցարտակներում եւ տարբեր լսում են այսպիսի գովազդներ, ատամներ մեկ օրում։ Ես ինքս որպես բժիշկ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ խնդրում եմ, որպեսզի չխափնվել այդ ինֆորմացիային, քանի որ մենք պետք է հասկանանք, որ իմպլանտները 1 կամ 2 տարվա համար չի, դա երկարատև օգտագործման համար է։ Ձեր խոսքը խնդրում եմ։ Կան կլինիկական դեպքեր, որի դեպքում կարելի է տվյալ բուժման մեթոդը կիրառել, բայց դա չի նշանակում, որ բոլորին դա կարելի է կիրառել։ Այդ հետազոտությունները հենց նրա համար են նախատեսված, որ ընտրենք տվյալ պացիենտին համապատասխան իր ոսկրային հյուսվածքին, համապատասխան բուժման տարբերակ եւ ոչ մեկի դեպքը մյուսին համապատասխան չի։ Պետք է ուսումնասիրել, ընտրել տարբերակը։ Ինչպես ես շատ հաճախ ասում եմ, յուրաքանչյուր անձնավորություն իր բռնավորությամբ, իր խառնվածքով առանձնահատուկ է, նույն առողջական վիճակում նույնպես դա առանձնահատկություն կա։ Դա էլ նշանակություն ունի, դրա համար որ հեռախոսազանգերով հարցնում են մեծ տվյալ աշխատանքի ինչ որ արժեքներ, հարցեր են տալի, խորհուրդ են տալի, որ համեցեք կլինիկա, քանի որ մեծ վիրահատական process է, պետք է մենք էլ ծանոթանանք պացիենտի հետ, հասկանանք ինչ բուժման պլան անհատական իրան առաջարկել, թե չէ տենց այդ ամեն ինչը հեռախոսով դժվար է կազմակերպել, ներկայացնել։ Աչափնյակ ստոմատոլոգիական կլինիկան հանդիսանում է մի քանի իմպլանտացիոն համակարգերի պաշտոնական ներկայացուցիչը, այսինքն մենք երաշխավորված աշխատում ենք որակային առումով բարձր որակի իմպլանտներով, որոնք որ ինքներս ենք ներմուծում եւ վստահ ենք այդ իմպլանտների որակի մասին։ Մի քանի խոսք նույնպես եթե կարելի է։ Նա իմպլանտները միջազգային ստանդարտներին համապատասխան իմպլանտներ են, որոնց տեղադրել ենք մենք մեր փորձով էլ միջազգային փորձով էլ ունենք վստահություն այդ իմպլանտների հանդեպ ու որը վստահորեն առաջարկում ենք մեր բուժառուներին։ Հարգելիներս, եւս մեկ անգամ հորդորում եմ գտեք ձեր բժշկին, վստահեք ձեր բժշկին, ինքնագործունեությամբ մի զբաղվեք, քանի որ բժշկությունը, ստոմատոլոգիան, իմպլանտոլոգիան դա բավական
լուրջ լաբիրինթոս է ձեզ համար, իսկ մենք բժիշկները սովորում ենք երկար եւ երկար, այնպես որ իմ հորդորը դա է, եղեք առողջ, կհանդիպենք։